Ինչ կանեիք, եթե ձեր ամբողջ կյանքը պարզվեր, որ մեկ մեծ սուտ է։ Մի հարուստ ընտանիքի պատմություն, որտեղ հոր մահից հետո հայտնվում է նրա ենթադրյալ ապօրինի որդին։ Բոլորը պատրաստ են ոչնչացնել նրան, պաշտպանելով իրենց ժառանգությունը։ Բայց ինչ կլինի, եթե պարզվի, որ իսկական խաբեբան այն մարդն է, ով ամենից շատ է պայքարում ճշմարտության դեմ։ Երբեմն ամենամեծ գաղտնիքը թաքնված է հենց քո աչքի առաջ։ Այս պատմությունը միայն փողի ու ժառանգության մասին չէ։ Սա մի կնոջ մասին է, ով փորձելով բացահայտել ուրիշի սուտը, պատահաբար գտնում է իր մոր տասնամյակներով թաքցրած նամակները։ Այդ նամակները ոչ միայն կփոխեն նրա պատկերացումներն իր ծնողների մասին, այլև կստիպեն կասկածի տակ դնել սեփական արյունը։ Բայց ամենասարսափելին առջևում է, երբ բոլոր գաղտնիքները կբացահայտվեն ընտանեկան ընթրիքի սեղանի շուրջ։ Պատրաստ եք տեսնել, թե ինչպես է մեկ գաղտնիքը քարուքանդ անում ամեն ինչ։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Վարդան Սարգսյանի երկրի ամենահզոր գործարարներից մեկի մահվան 3-րդ օրն էր, և նրա շքեղ, բայց այժմ ճնշող առանձնատունը լցվել էր սևազգեստ մարդկանցով։ Օդը հագեցած էր թանկարժեք օծանելիքի, թարամող շուշանների և չասված խոսքերի խառնուրդով։ Աննան, հանգուցյալի դուստրը, կանգնած էր հյուրասենյակի կենտրոնում, անթերի սև զգեստով, և նրա դեմքը քարե դիմակի պես անթափանց էր։ Նա մեխանիկորեն սեղմում էր մարդկանց ձեռքերը, լսում ցավակցությունները, բայց նրա աչքերը սառն էին ու հեռու, կարծես դիտում էին այս ամբողջ թատրոնը կողքից։ Նրա կողքին, բազկաթոռին թաղված, նստած էր մայրը, Մարիան, որի սև շղարշի տակից երևում էին դողացող ուսերը։ Իսկ եղբայրը, Դավիթը, անհանգիստ շրջում էր սենյակում, անընդհատ նայելով հեռախոսին։ Նա մոտեցավ Աննային և շշնջաց. «Աննա, փաստաբանը զանգել էր, ասում է կտակի բացումը պետք է արագացնեն, բաժնետոմսերի հարց կա»։ Աննան նույնիսկ չնայեց նրան, նրա ձայնը կտրուկ էր։ «Հիմա ժամանակը չէ, Դավիթ, հորս հոգին դեռ այս տանն է, հարգիր գոնե դա»։ Բայց Դավիթը չէր հանգստանում։ «Հարգանքը գրպանտ չես դնի, այս մարդիկ եկել են տեսնելու, թե ով է հիմա ղեկին»։ Հենց այդ պահին մուտքի դուռը զգուշորեն բացվեց, և սենյակում տիրեց լռություն։ Շեմին կանգնած էր մի երիտասարդ, Ալեքսը, հասարակ մաքուր կոստյումով, որը ակնհայտորեն անտեղի էր այս շքեղության մեջ, բայց նրա հայացքն ուղիղ էր ու վստահ։ «Ներողություն, երիտասարդ, ցուցակում ձեր անունը չկա», ասաց ծառան։ Երիտասարդը հանգիստ պատասխանեց. «Ես հրավիրված չեմ, ես եկել եմ հրաժեշտ տալու հորս»։ Սենյակով մի սառը շշուկ անցավ։ Աննան մոտեցավ, յուրաքանչյուր քայլով սառեցնելով օդը։ «Ինչ հոր մասին է խոսքը, կարծում եմ սխալվել եք հասցեն»։ Ալեքսը նայեց ուղիղ նրա աչքերի մեջ և հստակ արտաբերեց. «Ես չեմ սխալվել, ես Ալեքսն եմ, Վարդան Սարգսյանի որդին»։ Լռությունը դարձավ խլացուցիչ, բոլոր հայացքները սևեռվեցին նրանց վրա, իսկ Մարիան, լսելով այդ խոսքերը, գունատվեց և բռնվեց բազկաթոռի թևից, կարծես ուշաթափվելու լիներ։ Աննայի մտքում միայն մեկ հարց էր պտտվում. որտեղից հայտնվեց սա, որ քաղաքի փոշոտ փողոցներից է եկել այս լրբությունը։ Նա սառը ժպտաց և արտաբերեց միայն մեկ բառ, որը կախվեց օդում ինչպես դատավճիռ. ապացուցիր։ Հաջորդ օրը Սարգսյանների տան գրասենյակը վերածվել էր ռազմական խորհրդի սենյակի։ Փաստաբան Նարեն բացատրում էր իրավիճակի լրջությունը։ Եթե նա դիմի դատարան և պահանջի ԴՆԹ թեստ, մենք չենք կարող մերժել։ Եթե հայրությունը հաստատվի, նա կդառնա օրինական ժառանգներից մեկը։ Դավիթը պայթեց. «Ինչ ժառանգ, նա խաբեբա է, պետք է մի 2 կոպեկ տալ, շպրտել դուրս»։ Աննան կտրուկ ընդհատեց նրան. «Խուճապը թույլերի զենքն է, նար է, ինչ գիտենք նրա մասին»։ Փաստաբանը թերթեց թղթերը. Ալեքս Մանուկյան, 27 տարեկան, մայրը Սոնա Մանուկյանը, մահացել է 6 ամիս առաջ։ Ապրել են շատ համեստ, պնդում է, որ մայրը մահվան մահճում խոստովանել է, թե ով է իր հայրը։ Այս ամբողջ ընթացքում Մարիան լուռ նայում էր պատուհանից դուրս, կարծես այնտեղ փրկություն էր փնտրում։ «Մայրիկ», դիմեց Աննան, «դուք ինչ-որ բան գիտեք այս մասին»։ Մարիան դանդաղ շրջվեց, նրա ձայնը հազիվ լսելի էր։ «Քո հայրը, նա երբեք չէր անի մի բան, որը կվարկաբեկեր իր ընտանիքը»։ Նրա ձայնի մեջ ոչ թե համոզմունք կար, այլ աղոթք, և դա չվրիպեց Աննայի ականջից։ Նրա մտքում հառնեցին հոր խոսքերը, որ ասել էր նրան տարիներ առաջ. «Դու ես իմ իրական ժառանգը, Աննա։ Դու կպահես այս ամենը։ Գլխավորը ուժն է և ընտանիքի անունը»։ Այդ հիշողությունը պողպատի պես ամրացրեց նրա վճռականությունը։ «Ես կհանդիպեմ նրա հետ, մենակ», հայտարարեց նա։ Երբ բոլորը դուրս եկան, Մարիան դողացող ձեռքերով մոտեցավ դստերը։ «Աննա ջան, զգույշ եղիր, որոշ ճշմարտություններ ավելի լավ է թողնել թաղված»։ Այդ խոսքերը միայն խորացրին Աննայի կասկածները։ Երեկոյան նրա հեռախոսը զանգեց։
մասնավոր հետախույզներ։ Տիկին Սարգսյան մի տարօրինակ բան կա։ Ալեքս Մանուկյանի ծննդյան վկայականում հոր անվան դիմաց գրված չէ Վարդան Սարգսյան, գրված է Սարգիս Ալեքսանյան։ Սա ձեզ որևէ բան ասում է։ Աննան սառեց։ Սարգիս Ալեքսանյանը նրա հոր մահացած լավագույն ընկերոջ անունն էր։ Քաղաքի կենտրոնի մի անշուք սրճարանում, որտեղ անձրևը թքթք կացնում էր ապակիներին, Աննան եւ Ալեքսը նստած էին իրար դիմաց։ Նրանց միջև սեղանը կարծես անդունդ լիներ։ «Հուսով եմ դեմ չեք», ասաց Աննան, սեղանին դնելով ձայնագրիչը։ Ալեքսը թեթևակի ժպտաց. «Ես թաքցնելու բան չունեմ»։ Աննան անմիջապես անցավ գործի. «Դուք պնդում եք, որ իմ հոր որդին եք, բայց ձեր ծննդյան վկայականում այլ անուն է նշված՝ Սարգիս Ալեքսանյան»։ Ալեքսի դեմքը չփոխվեց։ Մայրս ասել է, որ պարոն Սարգսյանն է խնդրել իր ընկերոջը պարոն Ալեքսանյանին իր անունը տալ։ Դա պայմանավորվածություն է եղել սկանդալից խուսափելու համար։ Պատմությունը չափազանց հարթ էր, չափազանց մտածված, եւ դա նյարդայնացնում էր Աննային։ «Հարմար պատմություն է», հեգնեց նա։ «Եկեք անկեղծ լինենք։ Որքանն է ձեր գինը։ Ասեք մի թիվ, եւ մենք կավարտենք այս տհաճ ներկայացումը»։ Նա սպասում էր, որ Ալեքսը կսկսի սակարկել, բայց փոխարենը նրա աչքերում տխլություն տեսավ։ «Ես փողի համար չեմ եկել։ Ես եկել եմ, որովհետև ուզում եմ հասկանալ։ Իմ անցյալի կեսը դատարկ էջ է»։ Նրա անկեղծությունը շփոթեցրեց Աննային։ Նրա սովորական զենքերը, փողն ու սպառնալիքները չէին աշխատում։ «Դուք ոչինչ չեք ստանա», սառը ասաց նա, «կհանդիպենք դատարանում»։ Երբ Աննան վերադարձավ տուն, տեսավ մորը հին ալբոմները թերթելիս։ Նա կանգ էր արել մի լուսանկարի վրա, որտեղ երիտասարդ Վարդանը եւ Սարգիսը ծիծաղելով կանգնած էին իրար կողքի։ «Մամ, ինչ հիշողություններ ունես հորս ընկերոջից, Սարգսից», հարցրեց Աննան։ Մարիայի մատները սառեցին լուսանկարի վրա։ Նա լավ մարդ էր, ցավալի է, որ այդպես երիտասարդ մահացավ։ Իսկ ինչպես նա մահացավ, չէր հանձնվում Աննան։ Մարիան խուճապահար փակեց ալբոմը։ Ավտովթար, սարսափելի ավտովթար էր։ Նրա շարժումների մեջ այնքան շատ խուճապ կար, որ Աննայի կասկածները վերածվեցին համոզմունքի։ Մայրը ինչ-որ բան էր թաքցնում։ Այդ գիշեր, չկարողանալով քնել, Աննան իջավ հոր գրադարան։ Գրքերի հետևում, սեյֆի մեջ, նա գտավ մի հին, փոշոտ տուփ։ Դրա մեջ հոր առաջին ժամացույցի եւ մի քանի մեդալների կողքին դրված էր մի փոքրիկ, կողպված փայտե արկղիկ, որի վրա փորագրված էր միայն մեկ տառ՝ «Մ»։ Գիշերվա խորհրդավոր լռության մեջ, հոր գրադարանում, Աննան նստած էր ձեռքին պահելով փայտե արկղիկը։ «Մ. Մարիա»։ Ինչու է հայրը պահել մոր արկղիկը իր սեյֆում։ Չդիմանալով անհայտությանը, նա վերցրեց նամակներ բացելու դանակը եւ զգուշությամբ կոտրեց հին կողպեկը։ Ներսում ոչ թե զարդեր էին, այլ նամակների կապոց, կապված խունացած մետաքսե ժապավենով։ Թուղթը դեղնել էր ժամանակից։ Աննան դողացող ձեռքերով հանեց առաջին ծրարը։ Ձեռագիրը նուրբ էր, կանացի, անկասկած, մորը, բայց նամակն ուղված չէր իր հորը։ Հասցեատերը Սարգիս Ալեքսանյանն էր։ Աննայի սիրտը սկսեց ուժգին բաբախել։ Նա բացեց առաջին նամակը։ «Իմ սիրելի Սարգիս, ամեն օր առանց քեզ դար է թվում։ Ես նստում եմ այս մեծ սառը տանը եւ ձևացնում եմ, թե երջանիկ եմ, բայց իմ հոգին միայն քեզ հետ է։ Վարդանը լավ ամուսին է, բայց նա երբեք չի կարող ստիպել իմ սրտին այնպես բաբախել, ինչպես դու, միայն քո հայացքով»։ Աննան կլանում էր նամակները մեկը մյուսի հետևից, եւ նրա աչքի առաջ բացվում էր գաղտնի, կրքոտ սիրավեպի մի ամբողջ պատմություն։ Նրա աշխարհը, որը կառուցված էր հստակ կանոնների վրա, սկսեց փլուզվել։ Մինչ Աննան փորձում էր գլուխ անել այս անհավանական բացահայտումից, Դավիթը, չվստահելով քրոջը, որոշեց գործել իր ձևով։ Նա անանուն կերպով տեղեկություն արտահոսեց մամուլին ժառանգության համար պայքարող ինքնակոչի մասին։ Հաջորդ առավոտ թերթերը լի էին Սարգսյանների ընտանիքի սկանդալով։ «Ահա», հաղթական տեսքով ասաց Դավիթը նախատաշին, «այսպես է պետք պայքարել։ Հասարակական կարծիքը կկոչնչացնի նրան»։ Աննան, որն ամբողջ գիշեր չէր քնել, նայեց նրան դատարկ հայացքով։ «Դու ինչ ես արել։ Դու կրակ ես բացել մեր սեփական տան վրա, հիմար»։ Հեռախոսները սկսեցին անդադար զանգել։ Սարգսյանների ամրոցի պատերը սկսեցին ճակ տալ։ Աննան հասկացավ, որ խնդիրն այլևս Ալեքսը չէ, խնդիրն իր ընտանիքի հիմքերն են, որոնք կառուցված են եղել ստի վրա։ Նա վերադարձավ իր սենյակ եւ հասավ վերջին, ամենախունացած նամակին, որը գրվել էր Սարգսի մահվանից կարճ ժամանակ առաջ։ Նրա աշկերը սահում էին տողերի վրայով, մինչև հասան մի պարբերության, որը ստիպեց նրա սրտին կանգ առնել։ «Ես չգիտեմ, ինչպես պիտի ապրեմ առանց քեզ, իմ սեր։
Վարդանն ինձ մխիթարում է, նա չի կասկածում ոչնչի մասին, նա երբեք չի իմանա, որ երեխան, որին ես կրում եմ, իրենը չէ, այլ մերը, մեր Աննան, մեր Աննան։ Այս երկու բառերը օդում կախված մնացին, ապա քարի պես ընկան լռության մեջ, փշրելով Աննայի աշխարհը։ Նամակը սահեց նրա անզոր մատների միջից և թիթերի պես պարելով վայրեջք կատարեց մանրահատակին։ Սենյակը կարծես պտտվեց նրա շուրջը, և հոր Վարդան Սարգսյանի դիմանկարը պատից նայում էր նրան միևնույն խիստ, իշխող հայացքով, բայց այժմ այդ հայացքում Աննան կարդում էր ոչ թե հպարտություն, այլ տասնամյակների խորը, անասելի տխրություն։ Նրա ամբողջ կյանքը, 38 տարվա գիտակցական գոյությունը կառուցված էր մի հիմքի վրա, որը հենց նոր փոշիացավ։ Դու իմ իրական ժառանգն ես, հնչեցին հոր խոսքերը նրա հիշողության մեջ, և այդ խոսքերն այժմ դառը հեգնանքի համ ունեին։ Նա ժառանգներ, ում։ Այն մարդու, ով մեծացրել էր ուրիշի երեխային որպես իր սեփական, թե այն մարդու, ում անունը նա հազիվ էր հիշում հին լուսանկարներից, Սարգիս Ալեքսանյան, մի մարդ, ով միշտ եղել էր պարզապես հոր լավագույն ընկերը։ Իսկական հայրը։ Այս գիտակցումից Աննայի ներսում մի սառը դատարկություն առաջացավ։ Նա նայեց հայելու մեջ իր արտացոլանքին, փնտրելով անծանոթ գծեր, փորձելով տեսնել ոչ թե Վարդան Սարգսյանի դստերը, այլ Սարգիս Ալեքսանյանի, մի մարդ, ով միշտ եղել էր պարզապես հոր լավագույն ընկերը։ Իսկական հայրը, այս գիտակցումից Աննայի ներսում մի սառը դատարկություն առաջացավ։ Նա նայեց հայելու մեջ իր արտացոլանքին, փնտրելով անծանոթ գծեր, փորձելով տեսնել ոչ թե Վարդան Սարգսյանի դստերը, այլ Սարգիս Ալեքսանյանի։ Բայց ինչ էր նա զգում այս պահին։ Ցավ, դավաճանություն, թե մի տարօրինակ, անհասկանալի թեթևություն, կարծես մի հանելուկ, որն ամբողջ կյանքում տանջել էր իրեն, վերջապես լուծում էր գտել։ Եվ հետո, ինչպես սառը ցնցուղ, նրա մտքին եկավ մյուս հարցը. եթե ինքը Սարգսի դուստրն է, ապա ո՞վ է Ալեքսը, այն տղան, որի հայտնվելը սկիզբ դրեց այս ամբողջ մղձավանջին։ Ինչպես կարող է նա լինել Վարդան Սարգսյանի որդին, եթե նրա ծննդյան վկայականում գրված է Սարգիս Ալեքսանյանի անունը։ Միթե հնարավոր է, որ Աննայի մտքերը խճճվել էին։ Զգացմունքների քաոսը սկսեց տեղի տալ սառը, հաշվենկատ տրամաբանությանը, որը նա ժառանգել էր Վարդանից։ Նա պետք է իմանար ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը։ Նա հավաքեց նամակները հատակից, դրանք այրում էին նրա մատները, կարծես յուրաքանչյուր տառը լիներ շիկացած մետաղ։ Նա վերցրեց միայն այն մեկ նամակը, որը պարունակում էր ճակատագրական խոստովանությունը, և իջավ ներքև։ Նրա քայլերը հաստատուն էին, բայց յուրաքանչյուր աստիճանը կարծես տաներ նրան դեպի անդունդ։ Նա գտավ մորը հյուրասենյակում, պատուհանի մոտ նստած։ Մարիան այնքան փոքր ու փխրուն էր թվում այդ հսկայական, սառը սենյակում։ Նա նայում էր այգուն, բայց նրա հայացքը դատարկ էր։ Աննան լուռ մոտեցավ և դրեց դեղնած թուղթը մոր կողքի սեղանիկին։ Մարիան նայեց նամակին, հետո դանդաղ բարձրացրեց հայացքը դեպի դուստրը։ Նրա աչքերում զարմանք չկար, միայն անսահման հոգնածություն և տասնամյակների ցավ։ Որտեղից է, հազիվ լսելի շշնջաց նա։ Հոր սեյֆից Աննայի ձայնը հնչեց անսովոր հանգիստ, բայց այդ հանգիստությունն ավելի սարսափելի էր, քան ցանկացած բղավոց։ Միայն մեկ հարցի պատասխան տուր, մայրիկ, սա ճի՞շտ է։ Մարիան երկար լռեց։ Թվում էր, թե նա իր ամբողջ կյանքի ուժերն է հավաքում, արտաբերելու համար այն բառերը, որոնք թաղել էր իր հոգու խորքում։ Վերջապես նա կոտրված ձայնով խոսեց. «Այո, քո հայրը, քո իսկական հայրը, Սարգիսն էր»։ Այս խոստովանությունից հետո նրա ուսերը կախվեցին, կարծես մի անտանելի բեռ ընկավ դրանց վրայից։ Վարդանը, նա իմացավ հղիությանս մասին Սարգսի մահվանից հետո։ Նա կարող էր ինձ դուրս շպրտել, կարող էր ոչնչացնել, բայց նա քեզ ընդունեց որպես իր սեփական դուստր։ Նա սիրեց քեզ այնպես, ինչպես ոչ ոք չէր կարող սիրել։ Նա մեզ պաշտպանեց բոլորից։ Արցունքները հոսում էին նրա այտերով, բայց դրանք ոչ թե ափսոսանքի, այլ ազատագրման արցունքներ էին։ Աննան լսում էր, փորձելով իմաստավորել այս ամենը։ Նրա հիշողության մեջ հառնեց մի տեսարան մանկությունից։ Ինքը, փոքրիկ աղջնակ, ընկել էր և վնասել ծունկը։ Սարգիսը նրան գրկել, բարձրացրել էր օդ և ծիծաղեցրել, մինչդեռ Վարդանը կանգնած նայում էր նրանց մի տարօրինակ տխուր ժպիտով։ Այն ժամանակ նա չէր հասկացել այդ հայացքի իմաստը։ Հիմա հասկանում էր։ Բայց մնում էր վերջին, ամենակարևոր հարցը։ «Լավ», ասաց Աննան, նրա ձայնը դեռևս զերծ էր զգացմունքներից։ «Իսկ Ալեքսը, այդ տղան ով է»։ Մարիան սարսափահար նայեց նրան։
Նրա դեմքից գույնը գնաց։ Նա թափահարեց գլուխը, կարծես ուզում էր հերքել ոչ թե Աննայի հարցը, այլ իր սեփական հիշողությունները։ Ալեքսը, Աստված իմ, շշնջաց նա, եւ նրա ձայնի մեջ հայտնվեց մի նոր, սարսափելի վախ։ Ալեքսը Սարգսի որդին է, եւ քո եղբայրը։ Իսկ Վարդանը գիտեր ամեն ինչ։ Նա գիտեր, որ դու իր դուստրը չես։ Իսկ Սարգսի մահը, դա պատահականություն չէր, Աննա։ Դա պատահականություն չէր։ Դա պատահականություն չէր, Աննա։ Մարիայի այս խոսքերը որպես արձագանք հնչեցին Աննայի գլխում, խառնվելով նոր բացահայտված ճշմարտությունների քաոսին։ Եղբայր։ Սարգսի մահը պատահականություն չէր։ Սա արդեն ոչ թե ընտանեկան դրամա էր, այլ հանցագործության սառը սարսափելի հոտ էր ստանում։ Աննան նայեց մորը, փորձելով նրա աչքերում գտնել որևէ բացատրություն, որևէ հուշում, բայց Մարիան կարծես քարացել էր իր սեփական խոստովանության սարսափից։ Նրա հայացքը թափառում էր սենյակում, կանգ առնելով Վարդանի դիմանկարի վրա, կարծես նրանից էր սպասում փրկության կամ ներման։ Աննան հասկացավ, որ մորից այլևս ոչինչ չի իմանա։ Նա այնքան երկար էր ապրել իր գաղտնիքի բանտում, որ այժմ, երբ դռները բացվել էին, պարզապես վախենում էր դուրս գալ։ Պետք էր գործել եւ գործել արագ։ Առաջին բնազդը, որը նա ժառանգել էր Վարդանից, պաշտպանվելն էր։ Պաշտպանել այն, ինչ մնացել էր իրենց ընտանիքից։ Պաշտպանել մորը, պաշտպանել Դավիթին։ Որքան էլ նա արհամարհեր եղբոր թուլությունն ու շահամոլությունը, նա իր արյունն էր, թե արդեն ոչ։ Այս մտքից Աննան սթափվեց։ Նա պետք է կանգնեցներ այս խելագարությունը, մինչև այն դուրս կգա այս տան պատերից։ Նա վերքրեց հեռախոսը եւ զանգահարեց ընտանիքի փաստաբանին Նարեին։ Նարե, ես ուզում եմ, որ դու անմիջապես կապվես Ալեքս Մանուկյանի հետ, առաջարկիր նրան գումար, ցանկացած գումար, որ նա կպահանջի, միայն թե նա հրաժարվի իր բոլոր պահանջներից եւ ընդմիշտ անհետանա մեր կյանքից։ Նարեի ձայնում զարմանք կար, բայց Աննա, դուք վստահ եք, սա նշանակում է ընդունել, որ նրա պահանջները հիմք ունեն։ Ուղղակի արա այն, ինչ ասում եմ, կտրուկ պատասխանեց Աննան եւ անջատեց հեռախոսը։ Սա նրա առաջին քայլն էր, փորձել իրավիճակը լուծել սովորական եղանակով, փողով։ Նա դեռ հույս ուներ, որ կարող է գնել լռությունը, կարող է կառուցել պատնեշ ճշմարտության եւ իր ընտանիքի միջև։ Բայց պատնեշն արդեն ճաքեր էր տվել։ Դավիթի արտահոսքի շնորհիվ լրագրողները պաշարել էին առանձնատան մուտքը։ Յուրաքանչյուր զանգ, յուրաքանչյուր նորությունների թողարկում ավելի էր սեղմում օղակը Սարգսյանների շուրջ։ Դավիթը, տեսնելով իր արարքի հետևանքները, խուճապի մեջ էր։ Այս ամենը քո մեղքն է, Աննա, բղավում էր նա։ Դու չափազանց փափուկ վարվեցիր այդ սրիկայի հետ։ Պետք էր ի սկզբանե նրան վախեցնել, ոչ թե բանակցել։ Աննան նայում էր նրան եւ առաջին անգամ կյանքում ոչ թե զայրույթ էր զգում, այլ խղճահարություն։ Նա տեսնում էր ոչ թե իր եղբորը, այլ մի վախեցած երեխայի, ով չէր հասկանում խաղի իրական կանոնները։ Մինչ նրանք վիճում էին, Նարե հետ զամգեց, նրա ձայնը լուրջ էր։ Աննա, ես խոսեցի նրա հետ, նա կտրականապես մերժել է գումարը, նա ասել է, որ իրեն պետք չէ ձեր փողը, նա ուզում է միայն մեկ բան, ԴՆԹ թեստ, եւ նա ավելացրեց մի բան, որը ինձ անհանգստացրեց։ Նա ասաց, հարցրեք տիկին Աննային, թե նա ինչքան լավ է ճանաչում իր հոր լավագույն ընկերոջը Սարգիս Ալեքսանյանին։ Աննայի սիրտը բաց թողեց մի հարված։ Ալեքսը գիտի, նա ինչ-որ բան գիտի։ Սա այլևս շանտաժ չէր, սա ուղիղ մարտահրավեր էր։ Նրա պլանը գնել լռությունը ձախողվեց։ Խոչընդոտները սկսեցին աճել երկրաչափական պրոգրեսիայով։ Հասարակական ճնշումը, Դավիթի անկառավարելի պահվածքը, Ալեքսի համառությունը եւ ամենասարսափելին Սարգսի մահվան առեղծվածը։ Այս ամենը միահյուսվում էր մի ամուր հանգույցի, որը Աննան չգիտեր ինչպես քանդել։ Նա հասկացավ, որ պետք է փոխի մարտավարությունը։ Եթե չի կարողանում թաքցնել ճշմարտությունը, ուրեմն պետք է առաջ անցնի դրանից։ Նա պետք է ինքը գտներ Սարգսի մահվան մասին տեղեկություններ, մինչև Ալեքսը դա կաներ եւ կօգտագործեր իրենց դեմ։ Նա զանգահարեց իր հոր անվտանգության ծառայության նախկին պետին, Արմենին, մի մարդու, ով հավատարիմ էր Վարդանին մինչև վերջ եւ գիտեր նրա բոլոր գաղտնիքները։ Արմեն, ինձ օգնություն է պետք։ Ես ուզում եմ, որ դուք գտնեք Սարգիս Ալեքսանյանի մահվան գործի բոլոր նյութերը, ամեն ինչ։ Ոստիկանական արձանագրությունները, վկաների ցուցմունքները, փորձաքննության եզրակացությունները։ Ինձ պետք է իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ օրը։ Լսափողի մյուս ծայրում երկար լռություն տիրեց։ Հետո Արմենը խուլ ձայնով պատասխանեց.
Տիկին Աննա, ես ձեզ խորհուրդ չէի տա փորփրել այդ պատմությունը։ Ձեր հայրը Վարդանը հատուկ խնդրել էր, որ այդ գործը փակվի եւ այլևս չբացվի։ Որոշ դռներ ավելի լավ է թողնել փակ։ Այս խոսքերը ոչ թե կանգնեցրին Աննային, այլ հակառակը, ավելի համոզեցին, որ նա ճիշտ ուղու վրա է։ Նա ավելի կոշտ պահանջեց, եւ Արմենը ծանր հոգոց հանելով համաձայնեց։ Մի քանի ժամ անց Աննան իր էլեկտրոնային փոստին ստացավ սկանավորված փաստաթղթերի մի մեծ կապոց։ Նա սկսեց կարդալ, սուզվելով անցյալի մռայլ մանրամասների մեջ։ Ավտովթարի նկարագրությունը, մեքենայի տեխնիկական անսարքության մասին եզրակացությունը, որը այդպես էլ հստակ պատճառ չէր նշում։ Եվ հետո նա հասավ մի փաստաթղթի, որը ստիպեց նրա արյունը սառչել երակներում։ Դա միակ վկայի մի հովվի ցուցմունքն էր, ով վթարից րոպեներ առաջ տեսել էր Սարգսի մեքենան կանգնած ճանապարհին։ Եվ Սարգիսը մենակ չէր եղել, նրա կողքին մեքենայից դուրս կանգնած էր մեկ այլ մարդ։ Հովիվը չէր կարողացել նկարագրել նրա դեմքը, բայց հստակ նշել էր, որ նրանք բարձր վիճում էին։ Եվ այդ մարդը ոչ այլ ոք, քան Վարդան Սարգսյանը։ Վարդան Սարգսյան, այս անունը, գրված սևով սպիտակի վրա, հովվի ցուցմունքի մեջ, ավելի ուժեղ հարված էր, քան նախորդ բոլոր բացահայտումները միասին վերցրած։ Աննան զգաց, թե ինչպես է օդը պակասում իր թոքերում, իսկ սենյակի պատերը սկսում են սեղմվել։ Նրա սիրտը բաբախում էր այնպիսի ուժգնությամբ, որ թվում էր կպայթի կրծքավանդակում։ Նա նորից ու նորից կարդում էր նույն տողը։ Նրանք բարձր վիճում էին, եւ յուրաքանչյուր ընթերցումից հետո պատկերն ավելի ու ավելի սարսափելի էր դառնում։ Մարդը, ով իրեն մեծացրել էր, ում ինքը պաշտում էր որպես ուժի եւ արդարության խորհրդանիշ, եղել է իր իսկական հոր, Սարգսի հետ, նրա մահվան օրը, եւ նրանք վիճել են։ Ինչի մասին կարող էին վիճել երկու լավագույն ընկերները։ Միթե Սարգիսը խոստովանել էր, որ Մարիայի երեխան իրենն է, միթե Վարդանը ոչ։ Այդ միտքը այնքան հրաշավոր էր, որ Աննայի ուղեղը հրաժարվում էր ընդունել այն։ Դա չէր կարող ճիշտ լինել։ Նրա հայրը մարդասպան չէր, բայց ինչու էր նա այդ դեպքում փակել գործը։ Ինչու էր Արմենին հրամայել այլևս երբեք չբացել այն։ Անցյալի հիշողությունները սկսեցին վերանայվել այս նոր սարսափելի լույսի ներքո։ Նա հիշեց, թե ինչպես էր Վարդանը խուսափում խոսել Սարգսի մասին։ Հիշեց նրա թխուր, գրեթե մեղավոր հայացքը, երբ նրանք նայում էին հին լուսանկարները։ Նշանները միշտ էլ եղել էին, բայց ինքը կույր էր, կամ գուցե պարզապես չէր ուզում տեսնել։ Խնդիրը ստացել էր աներևակայելի մասշտաբներ։ Սա այլևս ժառանգության կամ ընտանեկան գաղտնիքի հարց չէր։ Սա սպանության հնարավոր մեղադրանք էր, որը կարող էր ոչ միայն ոչնչացնել Սարգսյանների անունը, այլև բոլորին քաշել իր հետևից դեպի անդունդ։ Աննան հասկացավ, որ ինքը մենակ է այս պայքարում։ Նա չէր կարող վստահել ոչ մորը, ով խրված էր իր անցյալի ստվերներում, ոչ էլ Դավիթին, ով ունակ էր միայն խուճապ ստեղծել։ Եվ հիմա նրա գլխավոր թշնամին ոչ թե Ալեքսն էր, այլ այն մարդու ուրվականը, ում ինքը հայր էր կոչել։ Այդ պահին հեռախոսը զանգեց։ Էկրանին հայտնվեց Ալեքսի անունը։ Աննան մի պահ տատանվեց, հետո սառը վճռականությամբ պատասխանեց. «Ինչ եք ուզում»։ Նրա ձայնը պողպատի պես սառն էր։ «Ես ուզում եմ հանդիպել»։ Ալեքսի ձայնը հանգիստ էր, բայց այդ հանգստության տակ զգացվում էր ուժ։ Ոչ թե փաստաբանների հետ, այլ ձեզ հետ, մենակ։ Կարծում եմ, մենք երկուսս էլ հասկանում ենք, որ սա այլևս փողի հարց չէ։ Սա իմ հոր մահվան հարցն է։ Այս խոսքերը հաստատեցին Աննայի վատթարագույն մտավախությունները։ Ալեքսը գիտեր ավելին, քան ասում էր։ Գուցե նրա մայրը մահվան մահջում պատմել էր ոչ միայն հայրության մասին։ Իրավիճակը բարդացավ նաև մեկ այլ, անսպասելի կողմից։ Ընկերության խորհրդի անդամները, անհանգստացած մամուլի աղմուկից եւ բաժնետոմսերի անկումից, պահանջեցին արտահերթ ժողով։ Նրանք ուզում էին հասկանալ, թե ով է այժմ կառավարում ընկերությունը եւ արդյոք Աննան ի վիճակի է պահպանել վերահսկողությունը։ Նրա իշխանությունը, որը միշտ անսասան էր թվում, սկսեց սասանվել։ Նա կանգնած էր բազմաջակատ պատերազմի առաջ, անցյալի դևերը, ներկայի սպառնալիքները եւ ապագայի անորոշությունը։ Նա զգում էր, թե ինչպես է հողը սահում իր ոտքերի տակից։ Այդ երեկո, փորձելով մի պահ կտրվել իրականությունից, նա մտավ հոր աշխատասենյակ։ Ամեն ինչ այնտեղ անփոփոխ էր, կարծես Վարդանը պարզապես դուրս էր եկել եւ շուտով կվերադառնար։ Նրա աչքն ընկավ սեղանի վրա դրված շախմատի տախտակին, որտեղ կիսատ էր մնացել նրանց վերջին պարտիան։ Վարդանը սիրում էր շախմատ եւ միշտ սովորեցնում էր նրան. «Աննա, հիշիր, երբեմն հաղթելու համար պետք է զոհաբերել ամենաուժեղ խաղաքարը»։ Այս խոսքերը հանկարծ նոր իմաստ ստացան։ Ինչ էր զոհաբերել Վարդանը։
Ում էր նա զոհաբերել։ Շախմատի տախտակի կողքին դրված էր մի հին կաշվե պատորագիր։ Աննան երբեք չէր տեսել այն։ Դողացող ձեռքերով նա բացեց այն։ Դա Վարդանի օրագիրն էր։ Առաջին էջում խոշոր տառերով գրված էր մեկ նախադասություն. «Այսօր ես թաղեցի իմ լավագույն ընկերոջը և իմ հոգու մի մասը։ Աստված ների ինձ»։ Ամսաթիվը համընկնում էր Սարգիս Ալեքսանյանի մահվան օրվա հետ։ Աստված ների ինձ։ Այս խոսքերը գրված Վարդանի վստահ ուժեղ ձեռագրով դարձան այն բանալին, որը բացեց անցյալի դժոխային դարպասները։ Աննան զգաց, թե ինչպես է սառույցը սողում իր երակներով։ Նա մեխանիկորեն թերթեց օրագրի էջերը, կլանելով տողերը, որոնք այլևս ոչ թե հոր մտքերն էին, այլ մի տանջահար հոգու խոստովանություն։ Վարդանը մանրամասն նկարագրում էր այն ճակատագրական օրը։ Նա պատմում էր, թե ինչպես է Սարգիսը խոստովանել իր և Մարիայի սիրավեպի մասին և որ Մարիան հղի է իրենից։ Վարդանի աշխարհը փլուզվել էր, նա կորցրել էր և կնոջը, և լավագույն ընկերոջը միևնույն պահին։ Նրանք վիճել էին, այո, բայց ոչ այնպես, ինչպես Աննան էր պատկերացնում։ Դա ոչ թե զայրույթի, այլ կոտրված սրտերի բախում էր։ Սարգիսը, չդիմանալով մեղքի զգացմանը, ուզում էր ամեն ինչ պատմել, հեռանալ Մարիայի հետ։ Բայց Վարդանը աղաչում էր նրան չանել դա, չքանդել այն ամենը, ինչ իրենք կառուցել էին։ Նա սիրում էր Մարիային, նույնիսկ դավաճանությունից հետո, և նա պատրաստ էր մեծացնել այդ երեխային որպես իր սեփական, միայն թե նրանք մնային միասին։ Հետո տողերը դառնում էին անհասկանալի, խառը, կարծես գրված լինեին տենդի մեջ։ Վարդանը գրում էր, որ Սարգիսը, հուսահատությունից դրդված, նստել է մեքենան և խելագարի պես սլացել դեպի Լեռնանցքը։ Իսկ ինքը, Վարդանը, հետևել է նրան, փորձել է կանգնեցնել։ Բայց արդեն ուշ էր, մեքենայի արգելակները, դրանք չէին աշխատել։ Օրագրի այդ հատվածը թրջված էր հին արցունքների հետքերով։ Աննան շունչ քաշեց։ Ուրեմն դա սպանություն չէր։ Դա սարսափելի, ճակատագրական դժբախտ պատահար էր, իսկ Վարդանը պարզապես թաքցրել էր իր ներկայությունն այնտեղ, վախենալով, որ իրեն կմեղադրեն։ Թեթևության մի փոքր ալիք անցավ նրա մարմնով, բայց դա ընդամենը փոթորկից առաջ տիրող խաբուսիկ հանգստությունն էր։ Նա շարունակեց կարդալ։ Օրագրի հաջորդ գրառումները արդեն արվել էին մի քանի ամիս անց, Աննայի ծնունդից հետո։ Վարդանի տոնը փոխվել էր։ Նա գրում էր Աննայի մասին անսահման սիրով, նրան անվանում էր իր փրկություն, իր լույսը խավարում։ Նա գրում էր, որ երբեք չի զղջացել իր որոշման համար։ Ամեն ինչ կարծես թե իր տեղն էր ընկնում։ Բայց ինչու էր Ալեքսը հայտնվել։ Ով էր նա։ Աննան թերթեց օրագիրը մինչև վերջին գրառումները, որոնք արվել էին Վարդանի մահից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Ձեռագիրը դարձել էր դողդոջուն, անհավասար։ Վարդանը գրում էր իր հիվանդության, մոտալուտ մահվան մասին։ Եվ հետո եկավ այն պարբերությունը, որը պայթեցրեց Աննայի գիտակցությունը և շրջեց ամեն ինչ գլխիվայր։ «Ես գիտեմ, որ շուտով կհեռանամ», գրում էր Վարդանը, «և ինձ հետ կտանեմ իմ ամենամեծ գաղտնիքը։ Այն գաղտնիքը, որը ես չբացահայտեցի նույնիսկ Մարիային։ Այն օրը, Լեռնանցքում, երբ Սարգսի մեքենան ընկավ անդունդը, ես մենակ չէի։ Ես նրան հասա, երբ նա դեռ ողջ էր։ Նա խնդրում էր փրկել իրեն, բայց ես չկարողացա։ Ոչ թե որովհետև չէի ուզում, այլ որովհետև նրա կողքին մեկ ուրիշը կար։ Մի երիտասարդ կին, ում ես երբեք չէի տեսել։ Նա նույնպես մեքենայում էր, և նա հղի էր։ Սարգիսն ինձ աղաչում էր փրկել նրան և իր երեխային։ Ես կարողացա դուրս հանել միայն կնոջը, մինչև մեքենան պայթեց։ Այդ կինը Սոնա Մանուկյանն էր, իսկ երեխան, որին նա լույս աշխարհ բերեց, Ալեքսն էր։ Ես ամբողջ կյանքում թաքուն օգնել եմ նրանց, փորձելով քավել իմ մեղքը, որ չկարողացա փրկել իմ ընկերոջը։ Ալեքսը, նա Սարգսի որդին է։ Իսկ Աննան, Աստված իմ, Աննան իմ հարազատ դուստրն է։ Մարիան սխալվել էր։ Սարգիսը ստլել էր նրան, որպեսի համոզի փախչել իր հետ։ Նա ուղղակի օգտագործում էր Մարիայի սերը։ Ես ԴՆՔ թեստ եմ արել Աննայի ծնվելուց անմիջապես հետո։ Նա իմ արյունն է, իմ շարունակությունը, իմ ամեն ինչը։ Օրագիրը ընկավ Աննայի ձեռքից։ Ժամանակը կանգ առավ, ձայները խլացան, աշխարհը վերածվեց անիմաստ պատկերների մի հաջորդականության։ Ինչ, սա անհնար է։ Ամբողջ ցավը, ամբողջ դավաճանությունը, որ նա զգացել էր, ամեն ինչ կեղծիք էր։ Նա Վարդան Սարգսյանի դուստրն է, միշտ եղել է։ Իսկ Ալեքսը նրա եղբայրը չէ։ Նա Սարգսի որդին է, այն մարդու, ով դավաճանել է իր մորը, ով փորձել է քանդել իրենց ընտանիքը։ Իսկ ինքը, Աննան,
պատրաստ էր ատել այն մարդուն, ով իրեն անսահման սիրել և պաշտպանել է, և կարեկցել նրան, ով եկել էր իրենց կյանք կառուցված ստի վրա։ Գիտակցումը հարվածեց կայծակի պես։ Ալեքսը եկել է ոչ թե ժառանգության, այլ արդարության հետևից։ Նա եկել է իմանալու, թե ինչ է պատահել իր հոր հետ։ Եվ նա գիտի, որ Վարդանը եղել է այնտեղ։ Աննան հասկացավ, որ ինքը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ։ Կամ նա պետք է բացահայտի ճշմարտությունը, որ իր հայրը, Վարդանը, թողել է իր իսկական հորը Սարգսին մահանալու, դրանով իսկ վտանգի տակ դնելով իր ընտանիքի անունն ու ժառանգությունը։ Կամ նա պետք է շարունակի թաքցնել ճշմարտությունը, դավաճանելով և իր խղճին, և այն տղային, ով պարզվում է ոչ թե իր թշնամին է, այլ նույն ողբերգության զոհը։ Շախմատի տախտակը սեղանի վրա կարծես ծաղրում էր նրան։ Երբեմն հաղթելու համար պետք է զոհաբերել ամենաուժեղ խաղաքարը։ Ո՞րն էր իր ամենաուժեղ խաղաքարը։ Ճշմարտությունը, թե սուտը, որի վրա կառուցվել էր իր ամբողջ կյանքը։ Աննայի համար աշխարհը դադարեց գոյություն ունենալուց։ Շոկի առաջին ալիքն անցավ, իր տեղը զիջելով սառցե, խլացնող դատարկությանը։ Նա նստած էր հոր բազկաթոռին, շուրջը սփռված իր կյանքի փշուրները, և ոչինչ չէր զգում։ Ոչ ցավ, ոչ զայրույթ, ոչ սեր։ Նրա ինքնությունը, որը կառուցված էր Վարդան Սարգսյանի դուստր լինելու գաղափարի շուրջ, մեկ ակնթարթում ջնջվել, ապա նորից գրվել էր, բայց այս անգամ արյունով և ստով ներկված տառերով։ Նա իսկապես Վարդանի դուստրն էր, բայց այն Վարդանի, որին ինքը չէր ճանաչում։ Մի մարդու, ով տասնամյակներ շարունակ կրել էր անտանելի բեռ, պաշտպանելով իրեն ոչ թե աշխարհից, այլ հենց ճշմարտությունից։ Իսկ մայրը։ Մարիան ապրել էր մեկ այլ ստի մեջ, հավատալով, որ իր դուստրը իր սիրելիի պտուղն է, տառապելով մեղքի զգացումից, որը իրականում հիմք չուներ։ Եվ Ալեքսը, այն տղան, որին ինքը համարում էր խաբեբա և սրիկա, պարզվեց, որ իրականում նույն ողբերգության մյուս զոհն է, Սարգիսի որդին, ում հորը Վարդանը թողել էր մահանալու։ Այս գիտակցումը դանդաղ, բայց անշեղորեն սկսեց հալեցնել նրա ներսի սառույցը, այն փոխարինելով մի նոր, անծանոթ զգացումով, պատասխանատվությամբ։ Նա այլևս չէր կարող պարզապես պաշտպանել ընտանիքի անունը, նա պետք է վերականգներ արդարությունը։ Առաջինը, ում նա առերեսվեց, մայրն էր։ Աննան գտավ Մարիային իր սենյակում, Սարգիսի հին լուսանկարը ձեռքին։ Նա նստեց կողքին և առանց որևէ մեղադրանքի պարզապես դրեց Վարդանի օրագիրը նրա ծնկներին բացված ճակատագրական էջի վրա։ Մարիան կարդում էր, և նրա դեմքը փոխվում էր։ Անհավատությունը, շփոթմունքը, ապա ցնցող գիտակցումը։ Նրա ամբողջ կյանքի տառապանքը, իր մեղքը, ամեն ինչ հիմնված էր ստի վրա։ Սարգիսը ստել էր իրեն, Վարդանը թաքցրել էր ճշմարտությունը։ Նա նայեց Աննային, և նրա աչքերում այլևս ոչ թե վիշտ էր, այլ մի դատարկություն, որն ավելի սարսափելի էր։ Ուրեմն, իմ ամբողջ կյանքը նա չկարողացավ ավարտել նախադասությունը։ Այդ պահին նրանց միջև հին կապը, մոր և դստեր, փոխվեց։ Նրանք դարձան երկու կին, երկու զոհ, որոնք միավորված էին ընդհանուր դավաճանությամբ։ Այս նոր իրականության մեջ Մարիան այլևս թույլ, տառապող կին չէր։ Նրա մեջ արթնացավ մի պողպատե վճռականություն։ «Մենք պետք է ամեն ինչ ուղղենք», հաստատակամ ասաց նա։ Սա նրանց նոր դաշինքի սկիզբն էր։ Դավիթի ռեակցիան կանխատեսելիորեն այլ էր։ Երբ Աննան նրան պատմեց ճշմարտությունը, նրա առաջին հարցը ոչ թե հոր արարքի կամ Ալեքսի ճակատագրի մասին էր, այլ ժառանգությանը։ Սա նշանակում է, որ Ալեքսը նույնպես Սարգսի որդին է, ուրեմն նա իրավունք չունի հորս փողերի վրա, այդպես չէ, հարցրեց նա աչքերում շահամոլ կայծերով։ Աննան նայեց նրան և վերջնականապես հասկացավ, որ իրենք ապրում են տարբեր աշխարհներում։ Նրա համար սա արդարության հարց էր, իսկ Դավթի համար թվերի։ «Դու բացարձակապես ոչինչ չհասկացար, էնպես չէ», հոգնած ասաց Աննան։ Այդ պահից նրանց միջև անդունդն անանցանելի դարձավ։ Դավիթը դարձավ ոչ թե դաշնակից, այլ պոտենցիալ թշնամի, մի անկանխատեսելի գործոն, որը կարող էր ամեն ինչ փչացնել իր հիմարությամբ։ Այժմ Աննան ուներ իր գործողությունների պլանը։ Այն բաղկացած էր 3 կետից։ Առաջին՝ հանդիպել Ալեքսի հետ և պատմել նրան ամբողջ ճշմարտությունը։ Դա ամենադժվարն էր, քանի որ նշանակում էր ընդունել իր հոր մեղքը։ Երկրորդ՝ պետք էր լուծել ընկերության խորհրդի հարցը և ամրապնդել իր դիրքերը, քանի որ առանց իշխանության և ռեսուրսների նա չէր կարողանա ոչինչ անել։
Եվ երրորդ, ամենախորհրդավորը, նա պետք է հասկանար, թե ինչու է Վարդանը, իմանալով ճշմարտությունը, թույլ տվել Ալեքսին հայտնվել իրենց կյանքում հենց իր մահից հետո։ Միթե սա նրա վերջին ամենաբարդ շախմատային պարտիան էր, որտեղ նա զոհաբերելով իր թագուհուն, իր անբիծ համբավը, փորձում էր հասնել մի ավելի մեծ նպատակի։ Գուցե նա ուզում էր, որ ճշմարտությունը բացահայտվի, բայց չուներ ուժ դա անելու ինքը։ Այս մտքերը Աննային տվեցին նոր ուժ, նա այլևս ոչ թե պաշտպանվում էր, այլ հարձակվում։ Նա զանգահարեց Ալեքսին. «Ես պատրաստ եմ հանդիպել», ասաց նա, եւ նրա ձայնում այլևս սառնություն չկար, այլ հանգիստ վճռականություն։ Բայց ոչ թե որպես թշնամիներ, ես պետք է ձեզ մի պատմություն պատմեմ, մեր երկու հայրերի պատմությունը։ Աննան հանդիպում նշանակեց Ալեքսի հետ նույն սրճարանում, որտեղ տեղի էր ունեցել նրանց առաջին սառը զրույցը։ Բայց այս անգամ ամեն ինչ այլ էր։ Աննան այլևս չէր եկել հարձակվելու կամ գնելու, նա եկել էր խոստովանելու։ Երբ Ալեքսը մտավ, նա նստած էր սեղանի շուրջ, դիմացը դրված Վարդանի օրագիրը։ Ալեքսը նստեց, նրա հայացքում զգուշավորություն կար։ Նա սպասում էր հերթական հարձակմանը։ Փոխարենը Աննան լուր առաջ հրեց օրագիրը։ «Կարդա», պարզապես ասաց նա։ Ալեքսը կասկածանքով վերցրեց այն եւ սկսեց կարդալ։ Աննան հետևում էր նրա դեմքի փոփոխությանը, շփոթմունք, անհավատություն, ցավ, իսկ հետո մի խորը, ցնցող հասկացողություն։ Երբ նա ավարտեց, երկար լռեց, նայելով օրագրի էջերին, կարծես չէր կարողանում հավատալ իր աչքերին։ «Ուրեմն, իմ հայրը», նրա ձայնը խզվեց։ «Այո», հանգիստ ասաց Աննան, «իմ հայրը թողել է քո հորը մահանալու։ Ես չեմ պատրաստվում արդարացնել նրան, բայց ես ուզում եմ, որ դու իմանաս ամբողջ ճշմարտությունը, եւ ես ուզում եմ օգնել քեզ վերականգնելու արդարությունը»։ Սա նրանց անսպասելի դաշինքի սկիզբն էր։ Ալեքսը, ով եկել էր փնտրելու իր ինքնությունը, գտավ ավելին՝ մի մարդու, ով պատրաստ էր կանգնել իր կողքին։ Նրանք որոշեցին միասին գործել։ Ալեքսը հրաժարվեց իր դատական հայցից, ժառանգության պահանջով, իսկ Աննան խոստացավ հրապարակայնորեն ընդունել Վարդանի մեղքը եւ փոխհատուցել Ալեքսի կորուստը, տրամադրելով նրան ընկերության բաժնետոմսերի մի մասը, ոչ թե որպես ժառանգի, այլ որպես բարոյական փոխհատուցում։ Սակայն նրանց փլանները հանդիպեցին կատաղի դիմադրության։ Առաջին հարվածը հասցրեց Դավիթը։ Իմանալով, որ Աննան պատրաստվում է ընտանեկան կապիտալը տալ ինչ-որ սրիկայի, նա սկանդալ բարձրացրեց։ «Դու խելագարվել ես, դու պատրաստվում ես ոչնչացնել այն ամենը, ինչ հայրս կառուցել է, ես թույլ չեմ տա», բղավում էր նա։ Օգտվելով իրավիճակից, նա կապվեց ընկերության խորհրդի դժգոհ անդամների հետ եւ սկսեց գաղտնի բանակցություններ վարել, Աննային կառավարումից հեռացնելու համար։ Աննան հայտնվեց երկու կրակի արանքում։ Նա պետք է պայքարեր եւ իր ընտանիքի ներսում, եւ դրսում։ Նա գումանեց խորհրդի արտահերթ նիստ։ Մթնոլորտը սառն էր ու թշնամական։ Դավիթը եւ նրա կողմնակիցները բացահայտ մեղադրեցին նրան ընկերության շահերը վտանգելու մեջ։ «Տիկին Սարգսյան, ձեր անձնական խնդիրները սկսում են սպառնալ մեր բոլորի բարեկեցությանը», սառը հայտարարեց խորհրդի նախագահը։ Աննան հասկացավ, որ բառերն այստեղ անօգուտ են։ Նա պետք է ցույց տար ուժ։ «Շատ լավ», ասաց նա վեր կենալով, «եթե դուք կասկածում եք իմ կարողությունների վրա, ես առաջարկում եմ քվեարկության դնել իմ անվստահության հարցը, բայց նախքան դա թույլ տվեք ձեզ հիշեցնել մի բան»։ Նա միացրեց էկրանը, եւ սենյակում հայտնվեցին փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ խորհրդի մի քանի անդամներ, այդ թվում նախագահը, ներգրավված են եղել ֆինանսական խարդախությունների մեջ, որոնք Վարդանը բացահայտել էր, բայց չէր հասցրել հրապարակել։ «Հայրս միշտ ասում էր, որ հավատարմությունը ամենաթանկ արժույթն է», սառը ժպիտով ասաց Աննան, «իսկ դուք, պարոնայք, սնանկ եք։ Հիմա, եթե այլ հարցեր չկան, անցնենք մեր ընկերության ապագայի պլանավորմանը»։ Սենյակում տիրեց խուլ լռություն։ Աննան հաղթել էր այս ճակատամարտում, բայց հասկանում էր, որ սա ընդամենը սկիզբն է։ Նա ստեղծել էր նոր, հզոր թշնամիներ։ Հաջորդ քայլը հրապարակային խոստովանությունն էր։ Աննան կազմակերպեց մամուլի ասուլիս։ Նա կանգնած էր տասնյակ տեսախցկների առջև, իր կողքին կանգնած էին Մարիան եւ Ալեքսը։ Նրա ձայնը չէր դողում, երբ նա պատմում էր ճշմարտությունը, առանց որևէ բան թաքցնելու կամ գունազարդելու։ Նա պատմեց Սարգսի եւ Վարդանի, սիրո եւ դավաճանության, մեղքի եւ քավության մասին։ «Իմ հայրը հերոս չէր», ասաց նա նայելով ուղիղ տեսախցկներին, «նա սխալներ գործած մարդ էր, բայց նա նաև մի մարդ էր, ով կարողացավ սիրել ուրիշի երեխային որպես իր սեփական եւ մինչև իր կյանքի վերջը կրել իր արարքի բեռը»։
Այսօր մենք այստեղ ենք ոչ թե անցյալը դատելու, այլ ապագա կառուցելու համար, հիմնված ճշմարտության վրա։ Այս խոսքերը ռումբի պես պայթեցին։ Հասարակությունը ցնցված էր, ոմանք հիանում էին Աննայի քաջությամբ։ Մյուսները դատապարտում նրան կեղտոտ սպիտակեղենը հանրայնացնելու համար։ Բայց Աննայի համար կարևորը մեկ այլ բան էր. նա վերջապես ազատ էր։ Նա ազատ էր ստից, որը թունավորել էր իր ընտանիքը սերունդներ շարունակ։ Սակայն, երբ նա կարծում էր, թե ամենադժվարն արդեն հետևում է, նրան սպասում էր վերջին և ամենասարսափելի հարվածը։ Ասուլիսից հետո նրան մոտեցավ Արմենը, անվտանգության ծառայության նախկին պետը։ Նրա դեմքը քարի պես անարտահայտիչ էր։ «Տիկին Աննա, կա մի բան, որ դուք չդիտեք», խուլ ձայնով ասաց նա։ «Ձեր հոր օրագրում գրված չէ ամեն ինչ։ Այն օրը, վթարից հետո, երբ Վարդանը փրկեց Սոնա Մանուկյանին, նա մենակ չէր։ Ես նրա հետ էի։ Եվ Սարգիսը, նա դեռ ողջ էր, երբ մեքենան սկսեց այրվել։ Նա աղաչում էր օգնել իրեն։ Բայց ձեր հայրը, նա նայեց ինձ և ասաց մեկ բառ. գնացինք։ Նա դիտավորյալ թողեց նրան մահանալու։ Արմենի խոսքերը, նա դիտավորյալ թողեց նրան մահանալու, դարձան այն վերջին կաթիլը, որը լցրեց Աննայի համբերության բաժակը։ Այն ամենը, ինչ նա փորձում էր կառուցել վերջին օրերին, արդարության, փոխըմբռնման և ներման փխրուն կամուրջը, փլուզվեց մեկ ակնթարթում։ Սա այլևս սխալ կամ թուլություն չէր, սա սառնասիրտ, հաշվարկված սպանություն էր։ Վարդան Սարգսյանը ոչ թե ողբերգության զոհ էր, այլ դրա ռեժիսորը։ Աննան զգաց, թե ինչպես է իր ներսում բարձրանում սառը մոլեգին զայրույթի ալիք։ Նա այլևս չէր կարող պաշտպանել կամ արդարացնել այդ մարդուն։ Ճշմարտությունը պետք է բացահայտվեր, ամբողջությամբ, անխնա, անկախ հետևանքներից։ Կուլմինացիան տեղի ունեցավ Սարգսյանների առանձնատանը, ընտանեկան ընթրիքի ժամանակ, որը Աննան կազմակերպել էր որպես վերջնական առերեսման թատերաբեմ։ Սեղանի շուրջ նստած էին բոլորը՝ Աննան, Մարիան, Ալեքսը, Դավիթը և ընտանիքի փաստաբան Նարենը։ Օդը թանձր էր լարվածությունից։ Դավիթը թշնամաբար նայում էր Ալեքսին, իսկ Մարիան լուռ ու գունատ նայում էր դատարկությանը։ Աննան վեր կացավ, ձեռքին պահելով Վարդանի օրագիրը։ «Ես բոլորիդ հավաքել եմ այստեղ, որպեսզի վերջ դնենք այս պատմությանը»։ Նրա ձայնը հնչում էր հանգիստ, բայց պողպատե։ «Մենք բոլորս ապրել ենք ստի մեջ, բայց սուտը, ինչպես պարզվեց, ունի շերտեր»։ Նա պատմեց օրագրի բովանդակությունը, բայց այս անգամ առանց Վարդանին արդարացնելու փորձերի։ Երբ նա հասավ վթարի նկարագրությանը, դուռը բացվեց, և սենյակ մտավ Արմենը։ «Իսկ հիմա», շարունակեց Աննան, «թույլ տվեք ներկայացնել այն մարդուն, ով եղել է այդ ամենի միակ ողջ վկան»։ Արմենը, խուսափելով բոլորի հայացքներից, մանրամասն պատմեց այն, ինչ տեսել էր այն օրը։ Նա պատմեց, թե ինչպես էր Սարգիսը ողջ և աղաչում էր օգնության համար, և թե ինչպես էր Վարդանը սառնասրտորեն շրջվել և հեռացել, թողնելով իր ընկերոջը այրվող մեքենայի մեջ։ «Ինչու», հազիվ լսելի շշնջաց Ալեքսը, և նրա աչքերում ոչ թե ատելություն էր, այլ անսահման ցավ։ «Ինչու նա դա արեց»։ «Որովհետև նա սիրում էր ինձ», պատասխանեց Մարիան, առաջին անգամ բարձրացնելով գլուխը։ Նրա ձայնը թույլ էր, բայց հստակ։ «Եվ նա գիտեր, որ քանի դեռ Սարգիսը ողջ է, ես երբեք լիովին իրենը չեմ լինի։ Նա ոչ թե քեզնից էր վրեժ լուծում, այլ իմ սիրուց»։ Այդ պահին Դավիթը պայթեց։ «Եվ ինչ եք ուզում հիմա, որ մենք ոչնչացնենք մեր ընտանիքը մի մարդու պատճառով, ով վաղուց մեռած է։ Հայրս արել է այն, ինչ պետք էր, նա պաշտպանել է իր ընտանիքը», բղավեց նա։ «Ոչ», կտրուկ ընդհատեց Աննան, «նա պաշտպանել է իր սեփականությունը։ Իսկ մենք ընտանիք չենք եղել, այլ գեղեցիկ ճակատով բանտ։ Եվ այսօր այս բանտի դռները բացվում են»։ Նա դարձավ դեպի Նարեն։ «Նարե, ես ուզում եմ, որ դու նոր կտակ կազմես։ Ընկերության բաժնետոմսերի 50%-ը կփոխանցվի Ալեքս Մանուկյանին, որպես բարոյական և նյութական փոխհատուցում։ Մնացածը կբաժանվի իմ և մորս միջև։ Դավիթը ոչինչ չի ստանա»։ «Դու իրավունք չունես», գոռաց Դավիթը։ «Ես ունեմ բոլոր իրավունքները», սառը պատասխանեց Աննան։ «Հայրս ինձ է թողել վերահսկիչ փաթեթը, որովհետև գիտեր, որ միայն ես կարող եմ կայացնել ճիշտ որոշումներ, և սա իմ որոշումն է»։ Սա վերջնական հարվածն էր։ Դավիթը, հասկանալով, որ պարտվել է, անարգանքով լքեց սենյակը, ընդմիշտ խզելով կապերն իր ընտանիքի հետ։ Կուլմինացիայից հետո տանը տիրեց ծանր, բայց միևնույն ժամանակ մաքրագործող լռություն։ Ճշմարտությունը, որքան էլ որ դաժան լիներ, ասված էր։ Բեռը, որը տասնամյակներ շարունակ ճնշում էր նրանց, վերջապես ընկել էր։ Աննան մոտեցավ Ալեքսին։ Նրանք երկար նայեցին իրար։
Նրանք հարազատներ չէին արյունով, բայց նրանց միավորում էր մի ընդհանուր ողբերգական անցյալ։ «Ես գիտեմ, որ սա չի վերադարձնի քո հորը», հանգիստ ասաց Աննան, բայց հուսով եմ, սա կօգնի քեզ գտնել խաղաղություն։ Ալեքսը գլխով արեց։ «Խաղաղությունը, այն գալիս է ճշմարտության հետ», պատասխանեց նա։ «Շնորհակալ եմ, Աննա, ոչ թե փողի, այլ ճշմարտության համար»։ Նրանց միջև ծնվեց մի նոր յուրահատուկ կապ, հիմնված ոչ թե արյան, այլ փոխադարձ հարգանքի և ընդհանուր ցավի վրա։ Աննան կատարեց իր ընտրությունը, նա զոհաբերեց իր ընտանիքի անբիծ անունը, իր հարստության մի մասը և եղբոր հետ հարաբերությունները, բայց փոխարենը գտավ ավելին՝ իր խիճճը և ազատությունը։ Նա վերջապես ազատվեց այն ստի ստվերից, որի տակ ապրել էր ամբողջ կյանքում։ Անցավ 1 տարի։ Սարգսյանների առանձնատունը վաճառվեց։ Աննան և Մարիան տեղափոխվեցին ավելի համեստ, բայց լուսավոր մի տուն քաղաքի ծայրամասում։ Նրանց հարաբերությունները լիովին փոխվեցին։ Նրանք այլևս պարզապես մայր ու աղջիկ չէին, այլ երկու մտերիմ ընկերուհիներ, ովքեր միասին անցել էին դժոխքի միջով և գտել էին միմյանց նորովի։ Ալեքսը, ստանալով իր բաժինը, չմնաց բիզնեսում։ Նա իրականացրեց իր վաղեմի երազանքը, բացեց մեքենաների վերանորոգման մեծ արհեստանոց, որտեղ աշխատանքի էր վերցնում դժվարին կյանքով երիտասարդների։ Նա և Աննան հաճախ էին հանդիպում, ոչ թե որպես գործընկերներ, այլ որպես հարազատ մարդիկ, ովքեր հասկանում էին իրար առանց խոսքերի։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է մի կարևոր դաս. սուտը, նույնիսկ բարի մտադրություններով, միշտ վերադառնում է, ոչնչացնելու այն, ինչ կառուցվել է դրա վրա։ Իսկական ազգակական կապը միայն արյան մասին չէ, այլև ազնվության, ներման և ճշմարտությունն ընդունելու քաջության։ Իսկ դուք ինչ եք կարծում, կարելի է արդարացնել Վարդանի արարքը հանուն սիրո և ընտանիքի պահպանման։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, մենք անպայման կկարդանք դրանք։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։